Ես ինչքան ծանոթ ունեմ, ովքեր այդ ոլորտում են աշխատում, բոլորը շատ դժգոհ են, որովհետև հարկային օրենսգրքում փոփոխություններ են իրականացրել, հիմա շատ ավելի մեծ խոշոր հարկեր են վճարում, մարդիկ ասում են, որ գրեթե եկամուտ չեն ստանում։ Այսինքն, եթե դու ամբողջությամբ թափանցիկ ես աշխատում, ճիշտ ես աշխատում, գրեթե փող չես աշխատում, իսկ եթե ինչ որտեղ էլ թաքցնում ես որևէ բան, միանգամից հարկային այս տերորի արդյունքում խոշոր տուգանքներ ա գալիս։ Ու միգուցե այս ճանապարհով եթե շարունակվի, շատ մոտ ապագայում այդ ոսկերչության ոլորտն էլ էական տուժելու է, եթե չասենք հիմնականում փակվելու է։ Հետ են գնալու 98 թվականի վիճակի էլի ոլորտը։ Իրականում ես հիմնականում չեմ տեսել այդ ոլորտի որևէ աշխատող անձ, որ գոհ կլինի ստեղծված իրավիճակից։ Աննա, առաջի քայլը ինչ որ արել ենք, հարկային արտոնություններ ենք տվել։ Հանել ենք բոլոր խոչընդոտները, վարչարական, օրենսդրական եւ տվել ենք հարկային արտոնություն այդ ոլորտներին։ Հիմա կարող է, չէ՞, մարդ մտածել, ասել, բա բյուջեն։ Մեկը չի աշխատում, կաղնացը։ Մեկը այդ ոլորտից բյուջեն գրեթե բան չէր ստանում։ Երևանի հայտնի ոսկերչական գործարանը փակ էր։ Ես մարդիկ եմ ուղարկել, մի հատ հասկանան ինչ վիճակում է, կողպեքի վրա էր։ Ընդհանրապես փակ էր։ Բայց սա քայլերի մեկ մասն է։ Հիմա քայլերի մյուս մասը, օրինակ ադամանդագործությունը, ինչով կարելի է զարգացնել, բացի օրենսդրական խոչընդոտները հանելուց։ Հունքը։ Մենք այստեղ ադամանդ չունենք, մենք պետք է ադամանդ ներմուծենք։ Ինչ եմ արել։ Ռուսաստանի նախագահի հետ պայմանավորվել եմ շատ արագ, եւ մենք ռուսական Ալրոսա ընկերության հետ կնքել ենք մի պայմանագիր, որով Հայաստանը մատակարարվում էր ներքին գներով, ադամանդներով։ Եվ սա մի այսպես ասենք, մի բան էր, մի գրավիչ, մի հանգամանք էր ներդրողների համար։ Մենք ադամանդը բերում ենք Ռուսաստանից այստեղ վերամշակվում էր եւ արտահանվում էր հիմնականում եվրոպական երկրներ։ Եվ ստեղ էլ սեգմենտավորվեց, պրեմիում սեգմենտ գնում էր Անտվերպեն, ծավալների առումով եւ մնացածը գնում էր տարբեր այլ երկրներ։ Ծավալների առումով պատկերացրեք, $20 միլիոն էր ընդամենը ծավալը, մեկ աշխատող մի Անտվերպենից մի հայի շնորհիվ Արսլանյան ազգանունով, բայց հետո դարավ $250 միլիոն։ 2-3 տարում։ Պատկերացրեք, ինչ ծավալի, ինչ աճ ենք մենք ունեցել։ 10 ավելի քան 10 սապատիկ աճ ենք ունեցել։ Ընդամենը պետք էր պայմանավորվել Ռուսաստանի հետ, կնքել համապատասխան պայմանագիրը, մնացածը արդեն գնաց ինքը իրենով։ Նույնիսկ տարբեր հայտնի ընկերություններ եկել են այստեղ բիզնես են հիմնել։ Հնդկական մի ընկերություն, որը ոչ միայն հնդկականը, ուղղակի տերերն են հնդիկներ, բայց նույնիսկ հիմա չեմ էլ հիշում, թե եթե չեմ սխալվում, բան էլի Անտվերպենում իրենց բանը շտաբ կվարտիրան այնտեղից էր։ Ռոզի Բլու անունով մեծ մասնաճյուղ է բացել օրինակ Թալին քաղաքում։ Այսպես ասենք, տասնյակ գործարաններ փոքր 40-50 աշխատողից մինչև 200, 300, 400, 500 աշխատատեղ։ Իսրայելից ամենից խոշոր այդ բիզնեսի ներկայացուցիչը Լևայև էր ազգանունը։ Եկավ եւ գնեց այստեղ ամենից մեծ գործարանը ադամանդի մշակման եւ հսկայական ծավալի բիզնես սկսեց անել հենց Հայաստան։ Այս պետությունը իր ֆունկցիան կատարեց հետևյալի մեջ, խոչընդոտները հանեց, բարենպաստ հարկային դաշտ ստեղծեց, արտոնություններ տվեց եւ ապահովեց հումքի ներդրումը միջպետական պայմանագրով։ Օրինակ կարայինք, չէ՞, մենք հանգիստ նստեինք, ասեինք, դե հիմա բիզնես է, թո ոնց ուզում են իրենք անեն։ Այդպես չէր, դու պրոակտիվ քայլերով պետք է այդ բիզնեսը խթանես։ Հատկապես եթե դու մի չնչին բազա ունես, ավերված վիճակ ունես։ Հիմա այն ինչ որ դուք ասում եք, ուրեմն մենք հետ բերում ենք 98 թվական։ Չի կարող այդ ոլորտը ինքը աշխատատար է, մասնագիտական հմտություններ է ուզում։ Դու ոլորտը քանդելով, դու քանդում ես նաև ասենց ազգային մշակույթի մի կտորն է, մի հատվածն է։ Ընտանեկան բիզնեսի համար
հետարքիր ոլորտ է, իսկ հայերը հակված են ասենց ընտանիքով ներգրաված լինել բիզնեսի մեջ։ Ասենց ինքը բազմաշերտ հարցեր է լուծում մեր տնտեսության համար։ Եթե չփոխվի, իսկ հարկային փոփոխություններ տեղի չունենան այդ ոլորտում, ոլորտը կմեռնի, իրականում կմեռնի։ Պիտի փոխենք։ Պիտի փոխենք։ Իդեպ գորգագործությունը եւս հետարքիր բան էր։ Կապիտալ ներդրում ընդհանրապես չէր ուզում։ Ձեռագործ գորգերի մասին է խոսում։ Գյուղերում ուղղակի կային այն հին սովետական միությունից մնացած այդ բանը, արտադրամասերը, եւ մենք հարկային արտոնություն տվեցինք, այդ արտադրամասերը լցվեցին։ Ուղղակի լցվեցին։ Շատ կարճ ժամանակում։ Գորգագործության ոլորտում ես գիտեի, որ աշխատավարձի բարձրացման հետ այդ ոլորտում մենակ մնալու են պրեմիում սեգմենտը, որտեղ մենք աշխատուժի էժանության տեսանկից մենք չենք մրցելու, դժվար է լինելու մրցել այլ երկրների հետ, ասիական երկրների հետ, բայց մի քանի տարվա ընթացքում ինքը հարց լուծեց։ Հազարավոր մարդիկ աշխատանք ստացան։ Եվ ինչ է կատարվում։ Աշխատանք ստացան, օրինակ այդ գյուղում 50 հոգի, 50 կին սկսում է գործել, անմիջապես այդ գյուղում խանութ է բացվում, որտեղ մարդկանց ձեռը փող են գնում, եւ այսպես շարունակ։ Սենց մեկը մեկին սնում է, մեկը մեկին սնում է։ Օրինակ այն ժամանակ նույնիսկ նորմալ հյուրանոց չկար Հայաստանում։ Եթե խոսում ենք туриզմի զարգացման մասին, պետք է հասկանաս, туриզմը չի կարող զարգանալ, եթե չունես հյուրանոցներ, туриզմը չի կարող զարգանալ, եթե օդանավակայանը խայտառակ վիճակում է։ Ես դրա անունը բանը, այդ դիագնոստիկան է։ Դու նախապատվությունը նայում ես քո մրցակցային առավելությունները իրար գումարում ես, հետո որոշում ես կայացնում հետևողական շարունակում ես։ Եվ միջալոց այն ժամանակ հենց IT ոլորտը մտավ։ Ամենից հայտնի ընկերությունները մտել են այն ժամանակ, որտեղ մենք արտոնություններ ենք նաև ստեղ սահմանել, հնարավորություններ ենք տվել, շենքային ինկուբատորներ ենք ստեղծել։ Պրոակտիվ մոտեցումն է։ Այն ինչ ես տեսնում եմ հիմա, չկա մեկ օրինակ, որ կառավարության ջանքերով ինչ-որ մի բիզնես եկավ Հայաստան եւ սկսեց այստեղ բարգավաճ։